բոլորին, իմ շատ սիրելի հետևորդներիս, ինչպես եք թանկագիններս, ուրախ եմ, որ միացել եք իմ ալիքին, սիրելիներս այսօր շատ երկար ժամանակ է, որ ես տեսանյութ չեմ նկարում, Հայաստանում էի, շատ երկար եմ այնտեղ մնացել, հետո արձակուրդային շրջան էր, վաղուց չեմ նկարել, այն ինչ տեղադրում եմ արդեն նկարված ու պատրաստ տեսանյութեր էին, այնպես որ այս տեսանյութը արդեն սեպտեմբերին ենք նկարում, ամառը անցել է, Սիրելիներս շատ համեղ տորթ ենք պատրաստելու, սկսում ենք քաղցրով, որպեսզի աշունը սկսվի քաղցրով եւ ուրախ լինի, ամենակարևորը ուրախությունով լինի։ Սիրելիներս այսօր մեր տանը օրինակ փոքրիկ լինի, չլինի, դպրոցական ունենանք, չունենանք, սեպտեմբերի 1 ենք նշում։ Ես միշտ պարտադիր համեղ ինչ-որ ուտեստ եմ պատրաստում, համեղ ինչ-որ տորթ եմ պատրաստում, միշտ նշում ենք։ Նույնիսկ եթե մենք հիմա Հայաստանում չենք ապրում, Իտալիայում ենք ապրում, այստեղ սեպտեմբերի 1 գոյություն չունի, միևնույն է մենք նշում ենք, սիրելիներս։ Այսօր պատրաստելու ենք շատ համեղ տորթ, Kinder Paradis կամ Kinder, ինչպես են ասում, ուրիշ ձևեր են ասում, Paradis-ից բացի ասում էին, անհայտ ինչպես են ասում, Delis, Kinder Delis կամ էլ։ Մի խոսքով մի քիչ ծիծաղեցինք անունի վրա, որը կարգիներ չէի հիշում, կարևորը համեղ տորթ է, սիրելիներս բաղադրիչներ պատրաստել եմ, սովորական դասական բիսկվիտի նման թխելու ենք, ուրեմն օգտագործելու ենք 5 ձու, 1 ձուն մի քիչ ջարդվել է, մի պտղունց աղ ենք անելու, օգտագործելու ենք 120 գրամ ալյուր, 150 գրամ շաքարավազ և օգտագործելու ենք 30 գրամ կակաո։ Կակաոն սիրելիներս ընտրեք լավ որակի, դառը, համեղ, իսկական կակաո ընտրեք, որպեսզի համեղ ստացվի ձեր բիսկվիտը։ Սկսելու ենք հարել շաքարավազը և ձուն միասին։ Մի փոքրիկ ձուն կհարենք ու կավելացնենք շաքարավազը։ Կարող եք աստիճանաբար ավելացնել, դա սկսնակների համար է։ Ովքեր որ արդեն վարժվել են, ձեռքը սովոր են, կարող եք միանգամից ավելացնել։ Ձուն բավականին լավ հարվել է, այսպես պետք է փքուն, փրփրած, սպիտակված, զանգված ստացվի։ Հիմա մնացած աշխատանքը կատարելու ենք ձեռքով, մաղի միջոցով անպայման անց ենք կացնում և կակաոն և ալյուրը, նախ հարստացնելու ենք թթվածնով, երկրորդն է աստիճանաբար, թեթև, զանգված ենք ստանալու, որովհետև ալյուրը միանգամից ծանր լցնել չի կարելի։ Կարող է մեր բիսկվիտը լավ չստացվի։ Հիմա այսպես սիրուն աշխատում ենք։ Յուրաքանչյուր 4 զանգված ավելացնելուց զգուշությամբ ենք խառնում, դա շատ կարևոր է։ Կարող եք ալյուրն ու կակաոն միանգամից ավելացնել, խառնել իրար, հետո նոր ավելացնել ձվի զանգվածին։ Հիմա ավելացնում ենք ալյուրը։ Ու այդպես քիչ-քիչ վերևից ներքև մաղով անց ենք կացնում ու խառնում ենք։ Այսպես զգուշ կողքերից կենտրոն ու վերև, կողքերից կենտրոն ու վերև։ Սիրելիներ, արդեն գազօջախը միացված է, իդեպ խորհուրդ եմ տալիս միացնել այն ժամանակ, երբ որ ձուն սկսում եք հարել։ Չմտածեք, որ շուտ է, կարիք չկա այդքան շուտ միացնելու, որովհետև դա շատ կարևոր է։ Մեր տնային ջեռոցները պրոֆեսիոնալ ջեռոցներ չեն, որ մենք միացնենք, իրենք անմիջապես լավ ջերմությունը պահպանեն։ Մեր ջեռոցներին սովորաբար տնային ջեռոցներին ժամանակ է հարկավոր, որպեսզի իրենք հասնեն այդ բարձր ջերմաստիճանին։ Մենք հիմա այս խմորեղենը թխելու ենք 180 աստիճանում։ Օդափոխիչը եթե չմիացնենք, ավելի լավ կլինի։ Եթե հնարավորություն չկա անջատելու, ուրեմն թխեք 170 աստիճանում, 180-ի փոխարեն։ Թխելու ենք մոտավորապես 30 րոպե, 25-ից 30 րոպե, շատ արագ է թխվելու, իսկ թավայի տապակի չափը 30-40 ստանդարտ չափն է։
Այնպես որ հետևեք բոլոր այս ցուցումներին, ամենակարևորը երկար ժամանակ պահեք, որպեսզի ջեռոցը լավ տաքանա, որպեսզի ջերմաստիճանը ճիշտ լինի, ցածր չլինի։ Հետո ասելու եք լավ չստացվեց։ Գդալը փոխեցի, որ մի հատ համոզվեմ, լավ եմ խառնել, այո, ու տեղափոխում ենք արդեն ամանի մեջ։ Հարթեցնում ենք որքան հնարավոր է և ուղարկում ենք ջեռոց։ Մինչև կթխվի այդ ընթացքում կպատրաստենք կրեմը։ Սիրելիներ, կրեմը դուք ընտրեք։ Ես ընտրել եմ սերուցքային կրեմ, այսինքն սերուցքը հարելու եմ, քաղցրացնելու եմ ընդամենը խտացած կաթով և վանիլին ենք օգտագործելու, որպեսզի որքան թեթև լինի, այնքան լավ։ Այդպես եմ գերադասում։ Եթե սիրում եք խտացած կաթով ու կարագով կրեմ, բայց որ խորհուրդ չեմ տալիս, որովհետև մի փոքրիկ հաստ պետք է լինի այդ շերտը, որպեսզի քինդերի տեսքը գեղեցիկ երևա, դրա համար խորհուրդ չեմ տալիս կարագով ծանր կրեմ պատրաստել, սերուցքային թեթև կամ սերուցքային պանրով, մասկարպոնեով կարող եք այդպես ընտրել, այս անգամ ես ընտրել եմ սերուցքով և խտացած կաթով կրեմը։ Ուղարկում ենք ջեռոց։ Պատրաստում ենք կրեմը 250 գրամ, միլիլիտր, ոչ թե գրամ, սերուցք ունենք, 33%-անոց սերուցք է, լավ որակի վերցրեք, սառնարանից վերցրեք, որպեսզի լավ կարողանաք հարել և ընդամենը 1 ճաշի գդալ խտացած կաթ եմ օգտագործելու։ Սովորաբար 2 ճաշի գդալ եմ ավելացնում, բայց շատ քաղցր է լինում, նամանավանդ եթե 250 գրամ ենք ընդամենը սերուցք օգտագործելու։ Վանիլինն էլ ավելացնում ենք ու եթե իհարկե քաղցրակերների համար, քաղցր սիրողների համար կարող եք մի քիչ ավելի շատ ավելացնել խտացած կաթը, կարող եք շաքարի փոշով էլ ավելացնել, քաղցրացնել, բայց խտացած կաթն եմ խորհուրդ տալիս, որպեսզի համեղ ստացվի կրեմը, պաղպաղակի պես համեղ կրեմ է ստացվում, եթե իհարկե սերուցքը լավ սերուցք է, համ ու հոտ չունի, ինքը կենդանական է, լավն է, եթե կարողանում եք ձեռք բերել, այդպես ձեռք բերեք։ Հիմա կհարենք ու կավելացնենք խտացած կաթը։ Երբ որ լավ պնդանում է, սիրելիներ զգուշ ենք մնում, շատ պետք է չհարենք, որովհետև ռիսկ կա, որ արդեն սերուցքը ջրի կանա ու կտրվի, թե չէ հետո կարագ եք ստանալու։ 1 ճաշի գդալն էլ ավելացնում ենք ու նորից խառնում ենք։ Ու այսպես կրեմ պատրաստ կլինի։ Վերջ կրեմը պատրաստ է։ Հիմա սառնարանում ենք պահում կրեմը, որովհետև դեռ բիսկվիտներ պատրաստ չի, ուղղակի մենք այսպես ժամանակ օգտագործում ենք ու պատրաստում ենք բոլոր բաղադրիչները։ Իսկ հիմա պատրաստելու ենք ջնարակը։ Ջնարակի համար այս տեսակը, որ պատրաստում եմ, շաքարավազ ենք օգտագործելու 4 ճաշի գդալ։ Երեք ճաշի գդալ կակաո, դառը ու շատ համեղ կակաո ենք ընտրում, որովհետև դա շատ կարևոր է։ Նախ մի լավ խառնում ենք 4 բաղադրիչները, հետո նոր ավելացնելու ենք կաթը։ Ավելացնում ենք կաթը։ Սիրելիներս, կաթի զանգվածը կախված է նրանից, թե որքան կակաոյի որակը որքան է։ Ես 100 միլիլիտր եմ ավելացնում իմ կաթսայի վրա, կա գրամների չափը, լիտրերի չափը, դուք ինչ-որ մի բանով չափեք, նոր ավելացրեք։ Մի լավ խառնում ենք ու դնում ենք գազօջախին։ Եփելու ենք մարման կրակի, շատ կարևոր է, որպեսզի կրակը լինի մարման, հանգիստ, որպեսզի ձեր ջնարակը լավ ստացվի։ Հիշեցիք, չէ՞, 4 ճաշի գդալ շաքարավազ, 3 ճաշի գդալ կակաո ենք օգտագործում, 100 միլիլիտր կաթ ենք օգտագործում, բայց նորից եմ կրկնում, կակաո կա, որ ալյուր է պարունակում իր մեջ, թանձրացնող հատկություն ունի նյութեր կան մեջը, հնարավոր է մի քիչ ավելի թանձր լինի, զգուշ կլինեք։ Դուք կաթը ավելացնելուց մի քիչ զգուշ կլինեք։ Միացնում եմ գազօջախը, ամենաթույլ, ամենափոքրիկի վրա ենք տեղադրում և ժամանակ առ ժամանակ խառնելով սկսում ենք հասցնել եռման աստիճանի։
Սիրելիներս, տեսեք ինչպես է եպվում, դանդաղ, հանգիստ ու մեծ պղպջակներով, նշանակում է արդեն ջնարակը պատրաստ է։ Այս ժամանակ պետք է ավելացնենք 50 գրամ կարակ, լավ որակի կարակ ընտրեք, որպեսզի համեղ լինի։ Հենց կարակը ավելացնում եք, կարող եք անջատել գազօջախը, այսպես դանդաղ խառնելով կարակը կհալվի։ Տեսեք ինչպես է փայլում, հրաշք ջնարակ է։ Թողնում ենք հովանա ու անցնենք առաջ։ Նուրբ բիսկվիտը պատրաստ է, շատ նուրբ է, այն տեսեք, շատ նուրբ, այնքան փափուկ նուրբ է, երբ որ լավ հարվում է ձուն, խմորը լավ է պատրաստում, այսպես լավ է ստացվում։ Հիմա կշրջենք, թղթից կազատվենք ու կթողնենք, որպեսզի հովանա։ Դե ջնարակը պատրաստ է, կրեմը պատրաստ է, մեզ ինչ է մնում հավաքել տորթը։ Հիմա թուղթը հանում ենք, թուղթն էլ որակով թուղթ օգտագործեք, որպեսզի հանելը հեշտ լինի, որովհետև ինձ շատ են հարցնում, թղթի վրա կարակ կամ ձեթ քսում եք թե ոչ։ Ես իհարկե չեմ քսում, որովհետև յուղաթուղթ է ինքը, ինչի համար պետք է օրինակ կարակ կամ ձեթ ավելացնել։ Նշանակում է, որ թուղթը որակ չունի, դրա համար էլ լավ չի։ Վերջ թողնում ենք հովանումը, երբ որ լավ հովացած վիճակում լինի, կհավաքենք տորթը։ Բիսկվիտը լավ սառել է, ես աչքաչափով 2 հավասար մասի եմ բաժանում, հետո միևնույն է եզրերը կարելի է հավասարեցնել, ոչ մի խնդիր չկա։ Ես բիսկվիտը չեմ խոնավեցնելու որևէ հեղուկով, օշարակով կամ կաթով չեմ թրջելու, որովհետև ինքը արդեն շատ փափուկ, շատ համեղ է ստացվել։ Չեմ սիրում, երբ որ իզուր տեղը այսպես ջուր են ավելացնում։ Ինչ ենք անում։ Ամբողջ կրեմը, քանի որ սերուցքային է, մի լավ այսպես կխառնեմ, սառնարանից եմ իհարկե դուրս բերել, արդեն գիտեք, լցնելու ենք, սիրուն շերտը հավասարեցնելու ենք ու դնելու ենք երկրորդ շերտը։ Մոռացել էի տեղափոխեմ, հիմա տեղափոխեցի, թե չէ հենց թղթի վրա էլ հավաքում էի տորթը։ Այ հիմա արդեն սկսում ենք հավաքել։ Այսպես, հարթեցնում ենք մի թեթև ու դնում ենք երկրորդ շերտը։ Բնականաբար ես երկրորդ շերտը ինչպես միշտ հակառակ կողմից եմ դնելու, որպեսզի լավ սիրուն հավասար ստացվի։ Այսպես։ Ջնարակից մի փոքրիկ, շատ քիչ նախշեր անելու համար վերցնում ենք այսպես շատ քիչ վերջ։ Իսկ մնացածը ուղարկում ենք տորթի վրա։ Տեսեք ինչ անուշ, գեղեցիկ գույն ունեցող ջնարակ ունենք ու տարածում ենք։ Վերջ, սա կողք ենք դնում, տորթը ուղարկում ենք սառնարան, թողնում ենք, որպեսզի լավ սառի, մոտավորապես 1 ժամ։ 1 ժամ հետո արդեն մատուցելուց առաջ, կտրելուց առաջ նախշեր ենք անելու ու կտրելու ենք։ Անցել է 1 ժամ, կարող ենք արդեն տորթը կտրել և համտեսել։
Սիրելիներս, թեթև, համեղ, անուշ կրեմով, շատ արագ պատրաստվող, ամենակարևորը, որ ովքեր որ պաղպաղակ սիրում են, ովքեր որ Kinder սիրում են, իհարկե հաստատ երեխաները շատ են սիրում, կարող եք սիրելի մայրիկներ պատրաստել երեխաների համար, դպրոցից գան ուրախանան, հավեսով դասերն սովորեն։ Կասեք, որ Երան ասում էր, եթե դասեր լավ եք սովորում, համեղ տորթ ենք համտեսելու։ Դե ինձ սիրելիներս, կհանդիպենք հաջորդ տեսանյութին, ինչպես միշտ համեղ բաղադրատոմսերով, շատ ներողություն եմ խնդրում, եթե չեմ հասցնում մեկնաբանություններին պատասխանել, եթե դուք իմանաք իմ օրվա գրաֆիկը, ես ինչպես եմ աշխատում, որքան ժամանակ եմ հատկացնում հեռախոսին, գոնե հասցնում եմ կարդում եմ, բայց պատասխանելու համար ես պետք է ժամանակ տրամադրեմ, հարգելիներս, բայց ամեն դեպքում կարդում եմ, դա հաստատ նկատել եք, որոշ դիպուկ մեկնաբանություններին հաստատ անմիջապես պատասխանում եմ։ Դե ինձ սիրելիներս, հաջողություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութին։